Մասնագիտությունը ընտրելու համար մեծ հիմք է ծառայել իմ աշխարհագրության ուսուցչուհին, որին շատ եմ սիրել եւ հետեւաբար առարկանել եմ սկսել սիրել։ Մասնագիտությունը ընտրել եմ որպես երկրաբան, բայց չեմ աշխատել ըստ մասնագիտության։ Ընդունվելուց հետո տարկետում եմ վերցրել, գնացել եմ ծառայության, Դավուշի մարզում, ծառայել եմ որպես հրետանավոր, հետախույզ։ Ծառայությունս ավարտելուց հետո եկել եմ, շարունակել եմ ուսումս։ Այդ ընթացքում սկսվել է քառօրյա պատերազմը։ Մի քանի տեղ դիմել եմ, քանի որ 4 օր է տևել ու որտեղ որ գնացել եմ, ինձ անդադ ասում էին, որ մարդկային ռեսուրսի կարիք չկա, այսինքն ամեն ինչ հսկողության տակ է, պետք չի, մենք ձեր կարիքը որ ունենանք, դուք չեք էլ կարող գաք ստեղ, այսինքն մենք ձեր տեղը գիտենք, կոպիտ ասած։ Քառօրյա պատերազմը վերջացել է, ուսումս ավարտել եմ, դրանից հետո պատմեմ, թե ոնց եղավ, որոշումս ոնց կայացրեցի 44 օրյա պատերազմին մեկնել, ճիշտ ասած, հիշում եմ շատ լավ, Կիրակի օր էր, ձեռս տարա հեռախոսից ու հասկացա, որ ինչ-որ մի բան կատարվում է։ Սկսեցի ինչ-որ հոլովակներ նայել, ուզում էի ծխեի դուրս եկա բակ, որ ծխեմ, հասկացա, որ ինչ-որ տարօրինակ աշխուժություն է բակում, այսինքն մի շարք մարդիկ հավաքվել են, չգիտեմ, քննարկումներ են անում, մոբիլիզացիա հայտարարվեց։ Չեմ կարող ասեմ ոնց կայացրեցի այդ որոշումը, բայց որոշեցի շատ արագ գնամ վայնկոմատ ու քանի որ դանդամարտ չկար, այդ խնդիրն էլ չկար էլի, որ ուր եմ գնում, ինչ եմ անում, վերցրեցի զինվորական գրքույկս ու գնացի մեր տարածքային զինկոմիսարիատ ու ասացի, որ որպես կամավոր ուզում եմ մեկնեմ, նոր զանգել եմ տուն, սկզբում ասել եմ, որ կանչել են, հետո ընթացքում նոր ասել եմ, որ իմ որոշումն է եղել, ոչ թե տենց արագ ինձ կանչել են։ Այդ ընթացքում արդեն տանեցիներից հայրս եկել զինկոմիսարիատ, ընկերներս սուտ կլինի, որ ասեմ համոզում էին, որ չգնամ, որովհետև գիտեին, որ այդ պարագայում ինձ հակառակը համոզելը շատ դժվար է, այսինքն ես եթե այդ որոշումը կայացրել եմ, գիտակցված եմ կայացրել։ Այդ առաջի օրը երևի մոտ մի 10 ժամ եղել եմ վայնկոմատում, նստած ուղղակի սպասում էի, որ անունս կարդային, ամսի 27-ին։ Անունս կարդացել են շատ ուշ, նստել եմ ավտոբուս ու հասկացել եմ, որ ինձ Արցախ չեն տանում այդ բային։ Ինչից շատ ջղայնացել եմ։ Տարել էին ինչ-որ զորամաս, ինձ թվում էր, թե այնտեղից էլ ինչ-որ մեքենա պիտի նստեմ, որ հասնեմ Արցախ, բայց ինձ ասեցին, որ ընդհանուր պատերազմի մինչև ավարտը ես պիտի մնամ այդ զորամասում ու ուղղակի թնդանոթի արկեր կրեմ դեպի մեքենան, որը տանելու է Արցախ։ Ես իհարկե մի անգամից ասեցի, որ ինձ թվում է այդ իմը չի, ես ուզում եմ գնամ Արցախ, եւ մի քիչ վիճաբանություն եղավ անգամ, որովհետեւ երբ որ ես մտել եմ ներս, մի անգամից զինգրքույկս վերցրեցին, գրանցեցին, որ ես եկել եմ այս հիշմանի համար։ Ինձ ասացին, որ դուք դուրս գաք, հնարավոր է քրեական գործ անգամ հարուցվի, որովհետեւ դուք մտել եք այս տարածք, որտեղ ամեն մեկին չի կարելի ու դուք այս ամեն ինչը տեսել եք։ Դե այդ բանին ինձ ճիշտ ասած շատ քիչ էր այդ ամեն ինչը հետաքրքրում։ Հետ եմ գնացել վայնկոմատ արդեն գիշերը երևի ժամը 3-ի 4-ի կողմերն էր, հերթապահ մի օքեր մոտեցել եմ իրան ու ասել եմ, որ ես ուզում եմ ուղղակի Արցախ գնամ։ Ու հարց են տվել, առաջի մեքենան ստեղից որ դուրս է գալու գնալու Արցախ ժամը քանիսին է դուրս գալու, ինձ ոնց որ 6:30 կամ 7 ժամ ասեցին, ու հետ գնացի տուն, ճիշտ ասած տանեցիները են, որ գիտեին ուր եմ գնացել, մի քիչ ավելի նենց վիճակ էր, որ դե Արցախ չի գնացել ամենակարևորը, երևի տենց էին մտածում։ Մի քիչ շոկային էր, երբ ես դուռը բացեցի ու երբ որ ինձ հարցրեցին խի եկա, դե ասեցի ուղղակի ինձ սխալմունք էր եղել, ինձ չպիտի տանեին այդտեղ, ինձ պիտի տանեին Արցախ։ Առավոտյան հաջորդ օրը 28-ի առավոտյան գնացել եմ զինկոմիսարիատ։ Մինչև այդ եղբորս հետ պայմանավորվել ենք, որ կամ ես կամ ինքը եթե տարբերակ ունենա գնալու, իրար տեղյակ ենք պահելու, որ միասին գնանք, դե առավոտյան զանգեցի, ասեցի ես հաստատ գնում եմ։ Այդ ընթացքում ինքը մոտեցավ գրանցվեց, միասին գնացինք։ Սկզբում
չես պատկերացնում իրականում ուր ես գնում ու ինչ պետք է տենաս, ինչքան էլ մեջդ այդ հայրենասիրությունը սենց եռում է, չգիտեմ, մտածում ես, որ ուժեղ մարդ ես, ամեն ինչի մեջով կարաս անցնես, մինչև չտեսնես, մինչև ամեն ինչը չանցնի քո գլխի վրայով, հաստատ չես կարող ասես, արդյոք դու կարաս այդ ամեն ինչի մեջով անցնես, թե չէ, ընթացքում ծանոթացանք ավտոբուսի մեջ տղաների հետ, որոնց հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, սկզբնական մի քանի օր եղել եմ Խոջալույի ճաշտում, դրանից հետո տեղափոխել են մեզ Ակնա, Ակնայից ամսի 6-ին մեր գումարտակը գնացել է Քարինտակ, բայց չենք ասել Շուշի, չենք կարացա բարձրանանք Շուշի։ Ընթացքում, երբ որ մի քանի օր անցնում է, գտրվում ես քաղաքի կյանքից ու այդ ամեն ինչի մեջ արդեն մի քիչ երկար ես ապրում, դա դառնում է քո օրվա, սովորական օրվա, ինչ-որ մի մասը։ Այսինքն դու որ զարթնում ես, արդեն հարմարված այդ ամեն ինչին, դու քո գործողությունները գիտես ու ամեն պահին ինչ-որ մի բանի սպասելը քո համար օքեյ է դառնում, քո օրգանիզմը երևի սկսում է մի քիչ ուրիշ ձև աշխատել այդ պարագայում։ Չունենք երևի կամ քիչ ունենք ռազմական գիտելիք, ունենք մենակ այդ հայրենասիրություն ասվածը, ինչը ինձ ցույց տվեց, որ կարևոր է, բայց իրականում ինքը քիչ է, միայն տենց դուրս գալ տնից ու գնալը ինքը շատ կարևոր է այդ որոշում կայացնելը, բայց քիչ է, երբ որ հասանք Քարինտակ, սկսեցին մեր վրա կրակել եւ այլն, այդ պահին ոչ միայն մտածում էինք մենք մեր մասին, այլ մտածում էինք դիմացինին ինչ որ մի բան չլինի, որովհետեւ այդ մարդկանց հետ արդեն երկար ապրել էինք ու չգիտեմ, ընկերացել էինք, դառել էինք ընտանիք ու մտածում էինք իրար մասին ու ամեն արկի ընկնելուց հետո ոնց որ մի հատ ստափում էիր ու ուղղակի ուզում էիր նայել շուրջը, տեսնել ում ինչ ա եղել, ում ինչով կարաս օգնես, կամ ով է հիմա հետդ, ով էլ հետը չի կոպիտ ասած, ու այդ ամեն ինչը քանի որ շատ բաներ, աղմկոտ էր ընդեղ, ինքնաբերաբար նեն ստացվեց, որ ամեն արկի ընկնելուց հետո, երբ որ մի քիչ լռություն էր, մենք ուղղակի իրար անուններ էինք բաղվում ու որ հասկանենք, կարում էինք, եթե գոռում էինք ու պատասխան էինք ստանում այդ անվանը, ուրեմն օքեյ ամեն ինչ, այսինքն ոչ մի բան չի եղել։ Նոյեմբերի 8-ին մեզ ուղարկել են Երևան ու ամսի 9-ին իմացել եմ, որ Շուշին չեմ ուզում ասեմ հանձնվել է, Շուշին գրավել է ու իմացել եմ, որ չգիտեմ հաշտության պայմանագիր ասեմ, խաղաղության պայմանագիր է կնքվել, առաջի ռեակցիաս ճիշտն ասած զայրույթն է եղել, այդ էմոցիաները ներսիցս ինձ ուտում էին, դուրս եմ եկել տնից, ուղղակի ուզեցել եմ քայլել, երկար տենց քայլել եմ ու չեմ հասկացել ուր եմ դեպի գնում, մինչև մի քիչ սթափվել եմ, հասկացել եմ, որ այդ այն է, ինչի դեմ հիմա ես չեմ կարող առնեմ, այսինքն եղել է ինքը արդեն ու այս պահին ես ոչ սթափ ինձ պահելով, կոպիտ ասած, ոչ մի բան չեմ կարող փոխեմ։ Պատերազմից հետո մի որոշ ժամանակ անցավ, դե մենք բոլորս գիտակցում էինք, որ չի կարող ուղղակի տենց վերջակետ դրվի այս ամեն ինչին, այսինքն այս ամենը շարունակվելու է շատ երկար ժամանակ, նես չի, որ ստորագրվելու է ու վերջ, էլ ոչ մի բան չի լինելու ու նաև գիտակցություն կար, որ ահագին բան մենք չգիտեինք ու կարայինք իմանայինք, ինչը մեզ կօգներ, ընկերս զանգեց ինձ, ասեց, որ գոյություն ունի սենց կազմակերպություն, ոմա, որտեղ ինքը հենց հապավում է իր մասին ամեն ինչ ասում է, ողջ մնալու արվեստ, որտեղ որ մարդկանց սովորացնում են ողջ մնալ էքստրեմալ պայմաններում, ինչը ռազմի դաշտում ամենակարևոր բանն է, որովհետև մի հատ սենց ասույթ էլ կա, ասում է, ինչքան քեզ ուշ է ինչ-որ մի բան լինում, այնքան թշնամիդ ռեսուրս է ծախսում քո վրա։ Ասեց, որ ինքը գնալու է, ու ասեց կգաս հետս, ասի հա։ Ես գիտեի, որ ինչ-որ մի բան լինելու է ու լինելու դեպքում էլի գնալու եմ,
ու ավելի ճիշտ կլինի գնամ պատրաստված ու պատրաստված մարդկանց հետ լրիվ գիտակ հնարավոր չի ստից դառնալ, բայց գոնե մինիմալ գիտելիքներով գնամ, դիրապետեմ զենքին, չգիտեմ, առաջի բուժօգնությանը եւ այլն, ինչը որ ես սովորել եմ ստեղ, պատերազմից հետո առաջի երամցի հավաքներն էր, եկա 3 ամիս պարապեցինք, ծանոթացա մարդկանց հետ, ովքեր հետագայում դառան էլի իմ ընկերները, իմ կյանքի մի մասը, գաղափարակից ընկերներ ասվածներ հետ, որ մենք առօրյայում կարող է տարբերենք, տարբեր մասնագիտություններ ունենք, բայց մեզ բոլորիս միավորեց այս ամեն ինչը։ Թվամայի գաղափարը այդ ազգ բանակ ունենալն է, այսինքն կապ չունի դու ինչ մասնագիտության տեր ես, եթե դու ծնվել ես ու ապրում ես Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ամեն վարքյան կարա լինի ռազմական գործողություն ու հենց հիմա էլ ըստիս մենք պատերազմի մեջ ենք, որովհետև եթե ինչ-որ պետություն կա, որը ուզում է մտել է քո սուվերեն տարածք, ուզում է մտնելուց բացի ինքը ուզում է վերացնի ամեն ինչը վկայում է, որ այդ քո պատմական հայրենիքն է, հենց այդ պահին ինքը քեզ պատերազմ է հայտարարել ու այդ պատերազմը ընթանում է, որից այսինքն պարտադիր չի ինչ-որ արկեր պայթեն, չգիտեմ, ռազմական գործողություն լինի, որ մենք հասկանանք, որ պատերազմի մեջ ենք, ըստիս մենք այդ պատերազմի մեջ նաև հիմա ենք, մեր հիմնական նպատակը այդ ազգ բանակ ունենալն է, պատրաստված մարդիկ, որովհետև երբ որ դու ցույց տաս, որ թշնամուն, որ իրան դիմավորելու է այն ազգը, որը պատրաստված է, ու կարա իրան դիմակայի, ինքը մտածելու է իր քայլեր առնելուց առաջ։ Երբ որ ինձ թվում է այն մաքսիմումին պետք է հասնենք, որ գիտակցեն, որ բացի, չգիտեմ, կամազով դիակ ստեղից տանելուց, իրանք ուրիշ ակնկալիք մտնելուց մեր սահման պետք է չունենան։